Ողջույն։ Վաղարշաբաթում ավարտվեցին արտահերթ ընտրությունները։ Ավագանու կազմը կլրացնի 3 ուժ՝ Հաղթանակ դաշինքը, Մայր Հայաստան կուսակցությունը, Քաղաքացիական պայմանագիրը։ Ինչ տեղի ունեցավ վաղարշաբաթում եւ ինչ հետևություններ անել։ Նախ տեղի ունեցան բազմաթիվ ընտրախախտումներ, կուտակումներ, հատկապես տեղամասից դուրս, բաց քվեարկություններ, ուղղորդումներ, ամենուրեք ՔՊԻ քարոզչական պաստառներն էին, թեկնածուի լուսանկարները, ընտրատեղամասին կից ՔՊ շտաբներ, լիքը մարդկանց հասցեների վրա այլ անձինք էին գրանցված, ուրիշի փոխարեն քվեարկություններ, մահացած անձանց անուններ էին ընտրացուցակներում եւ այս պահին դեռ չգիտենք, այդ մարդիկ քվեարկել են թե ոչ։ Ուղեկցումներ, ոստիկանների կուտակումներ, լույսերի անջատում եւ իհարկե ստեր ֆեյք լուրեր իշխանականների, նրանց լրատվամիջոցների կողմից։ Ընտրություններին մասնակցել են ընտրելու իրավունք ունեցողների 45.12%, ինչը համեմատած նախորդ ընտրություններին թեև շատ է, բայց միևնույն է, նորմալ չէ, որ իր համայնքի ապագայի վերաբերյալ, իր կյանքի փոփոխության վերաբերյալ ընտրությանը մասնակցում է կեսից քիչը։ Այսինքն մարդկանց քվեարկության բերելը շարունակում է պրոբլեմ մնալ։ Այս ընտրություններում էջմիածնեցին, պարտություն կրեցին եւ շուտով խորը հիասթափություն է սպասվում նրանց։ Ի սկզբանե նշում էինք Ժորժ ջան, որ ընտրություններում հաղթանակը Նիկոլ Փաշինյանը կհամարի իրեն տրված կանաչ լույս հակաերկեցական արշավի համար, դա կհամարի իրեն տրված համաձայնություն հակապետական գործունեությունը շարունակելու համար, ու այդպես էլ արեց։ Այսօր արդեն գրառում էլ արել էջմիածնեցիների ձայները համարելով թույլտվություն մայրաթոռի վրա գրոհի։ Այսինքն նա պատրաստվում է քայլերի, որոնք հանցավորության տարրեր ունեն, եւ այդ քայլերի համար հղում է անում սիրելի ժողովրդին։ Եվ ուշագրավ է, որ նա էջմիածին այս ամբողջ ընթացքում չգնաց, քարոզարշավի չգնաց, որ չվնասի թեկնածուին, ռեյտինգ չգցի, բայց տրված ձայները վերագրում է իրեն, իր քաղաքականությանը։ Քվեները։ Ի սկզբանե հիշում եք ՔՊ-ն խոյ խոշորացված համայնքը միացրեց էջմիածնին, քանի որ ուներ թեկնածուի խնդիր։ Այսինքն բավական երկար ժամանակ է ինչ ՔՊ-ն էջմիածին ատամներով պահելու խնդիր էր լուծում։ Ընտրությանը մասնակից 31.500 քաղաքացիներից 15,000-ի ձայնը գնացել է իշխանությանը։ Ովքեր են ձայն տվել իշխանությանը։ Ձայն են տվել ՔՊ-ականները, որոշ փոքրաթիվ մարդիկ, որոնք հավատում են ՔՊ-ին կամ թեկնածուին, իսկ մեծամասամբ վարչական ռեսուրսը։ Թե նախընտրական շրջանում, թե ընտրությունների ժամանակ ՔՊ-ի հիմնական շեշտադրումը ոչ թե իրենց թեկնածուի լավ կողմերը գովաբանելու վրա էր, այլ մյուսներին վատաբանելը, ահռելի մեծ ռեսուրս են ծախսել դրա վրա։ Թիմ ընտրություններում վարչական ռեսուրսը կարող էր աշխատել անգամ Նիկոլի պարագայում, նրանից զզված լինելով հանդերձ, միևնույն է, ընտրատեղամաս գնացող պետական հիմնարկի աշխատողը գիտի, որ իր այս ձայնով երկրի իշխանություն չի փոխվելու, այն միայն քաղաքի իշխանություն կարող է փոխվել, ու դա նրան կաշկանդում էր, պատրաստ չէր գնալ ռիսկի։ Երեք գիշերվանից ինքնագոհ գրառումներ էին արել նախարարները, մարզպետները, քաղաքապետերը ՔՊ-ական, որոնք 3 ամբողջ օրը վեր էին ընկել ՔՊ շտաբում։ Այս ընտրություններում հաղթել է մարզպետի պաշտոնը, հաղթել է նախարարի պաշտոնը, հաղթել է դպրոցի տնօրենի պաշտոնը, այն մանկապարտեզի տնօրենի պաշտոնն է հաղթել, որ ասում էր մինչև ժամը 2-ը գնացեք ընտրության ու ինձ զեկուցեք։ Իրենք են հաղթել այս ընտրություններում, հաղթել է վարչական ռեսուրսը։ Սա նշանակում է, որ վաղ եթե Նիկոլ Փաշինյանը իշխանազրկվի ու մեր երկրում լինի ոչ թե գյուղապետի, այլ համապետական ընտրություն, անգամ խորհրդարան չեն անցնի 17 թվականի ընտրությունների հաղթած ուժը մի տարի հետո ազգային ժողով չմտավ։ Դա է լինելու ՔՊ-ի պարագայում եւս իշխանությունից զրկվել է այդպիսի բան է։ Չի կարող ընդամենը 1200-1500 հոգանոց հանրահավաք անես, այն էլ տարբեր տեղերից կցած մարդկանցով, բայց հավաքես 48% ձայն։ Էկրանին երկու լուսանկար է։ Մեկը ՔՊ-ի հանրահավաքն է վաղարշաբաթի կենտրոնում ուրբաթ օրը, որտեղ վարչական ռեսուրսով հավաքել էին 1200 մարդ, այն էլ մարզպետներով, քաղաքապետերով, ամեն մեկը մի ավտոբուս ժողովրդով։
Մյուս լուսանկարը արվել է Կիրակի օրը, երբ Փաշինյանը Վայոց ձորի Խաչի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում էր պատարագի։ Այդտեղ էր հավաքվել մոտ 5-600 հազիվ մարդ։ Էսա սրա ռեսուրսը։ Այո, դեռևս կարողանում է հավաքել ձայներ, բայց արդեն նշեցինք, թե մինչև երբ կարող է հավաքել։ Ընդդիմության ձայների մասին։ Մասնակցում էր այս ընտրություններին 8 ուժ, որոնցից 2-ը իշխանական էին, 1-ը իշխանության աջակից, 1-ը անիմաստ մի բան, իսկ 4-ը ընդդիմադիր էին։ Ամենաշատ ձայն հավաքել է ընդդիմությունից Սևակ Խաչատրյանը, հաղթանակ դաշինքով, տանելով շուրջ 32% կամ 10,000 ձայն։ Սևակ Խաչատրյանի ձայները ԿՊԻ-ի ձայներին զիջում են ընդամենը 5,000-ով։ Ես նկատել եմ գրագետ քարոզարշավ նրա կողմից, շատ ջերմ հանդիպումներ եւ կարող եմ ասել, որ Սևակ Խաչատրյանը ձայն չի կորցրել։ Նա պայքարել է նախարարների դեմ, մարզպետների դեմ, իշխանական ողջ ապարատի դեմ ու տարել է ընդամենը 5000 ձայնով պակաս իշխանությունից։ Հաղթանակ դաշինքի եւ մյուս ընդդիմադիրների ձայները միասին հասնում են ԿՊԻ ձայներին։ Հետևություններ։ Ընտրական գործընթացում իշխանությանը հաղթելու համար պետք է 2 խոշոր ընդդիմադիր ուժ։ Նկատել եմ պեսիմիստական գրառումներ, ընտրություններով բան չի փոխվի, պետք է ընդդիմությունը միավորվի, այլապես ձախողելու է։ Ժողովուրդ ջան, արդեն ակնհայտ է, որ այս ընտրություններում պատկերը այլ կլիներ, եթե մասնակցեր եւս 1 խոշոր ընդդիմադիր ուժ։ Ուժ, որը կլինի այնքան վստահություն վայելող, ինչպես հաղթանակ դաշինքներ, եւ նա էլ կկարողանար դուրս հանել այն մարդկանց, որոնք ալարեցին, չուզեցան մասնակցել ընտրությունների, հարմար տեխնացու չգտան, կամ էլ ապագայի նկատմամբ չունեն վստահություն, կամ ունեն պատճառներ։ Սա ամենակարևոր հետևություններից մեկն է, կարծում եմ։ Մյուսը, ընդդիմությունը պարտությունից հուսահատվելու իրավունք չունի եւ կարծում եմ կարիք չունի, քանի որ դեռ ողջ երկրում իշխանությունը չի փոխվել։ Իրականում որևէ համայնքում առանձին հաղթելով Նիկոլ Փաշինյանին ընդամենը բարոյական հաղթանակի դաշտում է։ Բոլոր այն համայնքները, որտեղ հաղթել են ԿՊԻ-ին, չնայած կարևոր, բայց միայն բարոյական հաղթանակ են գրանցել, քանի որ իշխանությունը շարունակելու է մնալ ղեկին, իսկ հաղթած ընդդիմադիր համայնքապետը մեղադրյալի աթոռին, բանտում, իսկ վերջին դեպքն էլ ցույց տվեց, որ գերեզմանում։ Այնպես որ գուցե կարելի է շնորհավորել Սևակ Խաչատրյանին, որ քաղբանտարկյալ չի դառնա։ Մյուս հետևությունը, որը կարծում եմ խիստ կարևոր է ընդդիմության եւ իշխանության համար եւս, դա այն է, որ այլևս հնարավոր չէ ձայն հավաքել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քլնգելով։ Այո, կային ժամանակներ, որ ԿՊ-ն ձայն հավաքում էր երկրորդ նախագահ Քոչարյանին վատաբանելու, ստեր տարածելու հաշվին։ Հիմա դա չկա։ ԿՊ քույր կուսակցության տեխնացուն առավոտից Իրիկուն Քոչարյանի մասին էր խոսում։ Ուր գնում էր քարոզարշավի, սեփական տամբակ, թե բազմաբնակարան շենքի բակ, նորակառույցի բակ, թե վթարային շենքի, մանկական խաղահրապարակ էր գնում, թե ավտոտնակների մոտ, խոսում էր Ռոբերտ Քոչարյանից։ Արդյունքում ավականիչ անցավ։ Հակառակը Սևակ Խաչատրյանին կապեցին Ռոբերտ Քոչարյանի հետ, Լևոն Քոչարյանի հետ, իբր նրան վարկաբեկելու համար, բայց հավաքեց մոտ 32% ձայն։ Ինչու է այսպես։ Իմ բացատրությունն այն է, որ այս անցնող տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կարողացավ հիմնավորել իր մասին բազմաթիվ թեզերի կեղծ լինելը, եւ այս ընթացքում բազմաթիվ գործընթացներ եկան հիմնավորելու, որ մեր երկիրը ծանրագույն վիճակից դուրս հանելու հույսը մարդիկ պետք է կապեն իր հետ։ Գյումրիում Ռոբերտ Քոչարյանի հետ էին կապում Վարդան Ղուկասյանին, եւ Վարդան Ղուկասյանը հաղթեց։ Իսկ Էջմիածնու մի դեպ Սևակ Խաչատրյանը շատ ավելի շատ ձայն է տարել, քան ընտրված համայնքապետ Վարդան Ղուկասյանը Գյումրիում։ Պարզապես այնտեղ կար երկրորդ խոշոր ընդդիմադիր ուժը՝ ի տարբերություն Էջմիածնի։ Կարճ ասած, վաղարշաբաթի ընտրությունների արդյունքներից թեև պետք է լրջորեն անհանգստանալ, բայց ավելի շատ կարծում եմ պետք է դաս քաղել։ Վստահ եմ, եւ ԿՊ-ն սխալ ու հեռուն գնացող հետևություններ ու հաշվարկներ կանի ու արդեն անում է, եւ շատերը։ Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը որոշում էր, թե ժողովուրդը ում պետք է ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ձայն տա, ում չտա։
այնինչ նա ինքը չկարողացավ իր աջակից եւ ոչ մի ուժի մտցնել անգամ ավաքանի։ Պետք է այս ամենից կրկնում եմ քաղեր դասել, անել հետևություններ եւ ճիշտ հաշվարկներ, եւ ՔՊԻ-ն մեր երկրի հասարակական քաղաքական կյանքից հնարավոր կլինի դուրս շպրտել առավելագույնը 7 ամսից։